Պարոն Սուքիասյան, խնդրում եմ ներկայացրեք ինչու եք այս պահին Կարմիր Բլուր հնավայրում եւ ինչ ահազանգի հետքերով եք այստեղ։ Շնորհակալություն եւ հարցադրման եւ այս պահին մեզ ուղեկցելու համար։ Մեր օրերում, երբ որ հարևան պետությունը բացահայտ խոսում է Հայաստան եւ մասնավորապես Երևան ադրբեջանցիների հնարավոր վերադարձի ադրբեջանական քաղաք լինելու իրենց ճակերտավոր այդ միֆի թեզերի կտրվածքով, մեզ համար շատ ուշագրավ է տեսնելու, թե Երևանի ծագման, Երևանի ծննդյան վկայական, այսպես ասենք, այդ տեղավայրերը, հնավայրերը ինչ վիճակում են գտնվում։ Մենք սկսել ենք շրջայցը Կարմիր Բլուրից եւ մեր ունեցած նախնական տեղեկությունները այս պահին հաստատվում են։ Բացի այն, որ թանգարանը, Երևանի Երևան թանգարանը, որը ունի 3 վայրը, Կարմիր Բլուր, Շենգավիթ եւ Երևանի թանգարան, ավելի քան 1 տարի է չունի տնօրեն։ Երևանի այդ այցեքարտը հանդիսացող թանգարանի հետագա ճակատագրի հետ կապված կան լրջագույն անհանգստացնող դրվագներ, մասնավորապես Ուրարտական պատը վերականգնելու նպատակ հետապնդող այս աղյուսները, որոնք արտադրվել են հենց այդ նպատակով, այս պահին բարձր թողի իրավիճակում են, ծրագիրը կասեցված է, հովանավորությունը եղել է ֆրանսիական կողմից շուրջ 200,000 եվրո դրամաշնորհի շրջանակներում, Գրենոբլի հողի ճարտարապետության ուսումնասիրության ինստիտուտի կողմից, այդ ծրագիրը կասեցված է, այդ Ուրարտական պատի վերականգնումը ռեստավրացիան, այսպես ասենք, հարվածի տակ է, եւ նաեւ մասնագետները մեզ ասեցին, որ եթե աղյուսները, որ այս պահին մենք տեսնում ենք մեր աչքի առաջ, հաջողությամբ իրենց նպատակին ծառայեն, դա նաեւ հիմք էր հանդիսանալու, որ այդ արտադրությունը նաեւ տար այն նյութը, որով հնարավոր կլիներ Դվի մայրաքաղաքը վերականգնել։ Այսինքն նաեւ դա է կասկածի տակ։ Այստեղ մենք ունենք տեղեկատվություն, որ տեսահասկման համակարգերն էլ թերի են աշխատում, ու առհասարակ թանգարանային բլոկը, Երևանի թանգարանային բլոկը, մարդիկ, ովքեր կգան, կուզենան շարունակել ղեկավարել թանգարանը, այդ առումով կունենք ճգնաժամ։ Դրանք նեղ մասնագետներ են, ամեն մեկը չի կարող գալ այդ մրցույթին մասնակցել կամ նշանակվել։ Հետևաբար այստեղ խնդիրը ֆիքսեցինք, որ աղյուսները շատ անմխիթար իրավիճակում են, սրանք ժամանակ անց այլևս անպիտան են լինելու, ես վստահ եմ, եւ արդեն իսկ արված ծախսն է ջուրը ընկնելու եւ առհասարակ Կարմիր Բլուր հնավայրի ճակատագիրն է լինելու անորոշ եւ որը նաեւ սերտորեն շահկապված է եւ Շենգավիթ հնավայրի հետ եւ բուն Երևանի թանգարանի հետ, այնպես որ մենք այս խնդիրները տեղում ծանոթանալով խնդիրներին նպատակ ունենք ամբողջական ինֆորմացիա ունենալ, տեղում համոզվել, որպեսզի ավականու առաջիկա նիստի ժամանակ այդ հարցերը բարձրացնենք, լուծում պահանջենք։ Այստեղ նաեւ ենթատեքստ կա, որ Ուրարտագիտությունը Ուրարտուի հետ հայկական առնչությունները հերքելու հստակ ուղեգիծ կա, մասնավորապես պատմության 7-րդ դասարանի դասագրքում, այնտեղ Հայաստան, հայեր չի հիշատակվում Ուրարտուի հետ կապված, եւ ողջամիտ ենթադրություն է առաջանում, որ այս ծրագրի կասեցումը սերտորեն շահկապված է հենց դրա հետ, եւ այս խնդրի բարձրաձայնումը, այս ահազանգի հնչեցումը նպատակ ունի կասեցնել, թույլ չտալ, որ մեր պատմությունը վերաշարադրվի, վերանայվի եւ շատ այսպես հարևան պետության պետական քաղաքականության հետ ինչ որ սինխրոն ձևով չգնա այս հատվածում հայկականության հետքի այդ հերքումը, վերացումը, մեր կապը առհասարակ Ուրարտուի հետ եւ առհասարակ այդ թվաց դրվագներից զատ Երևան քաղաքը ցանկացած զբոսաշրջիկի իր ծագման վերաբերյալ պատմամշակութային ցուցադրություն պետք է ունենա։ Մենք նաեւ ունենք տեղեկատվություն, որ Երևանի թանգարանում էլ մշտական ցուցադրություն այս պահին չկա, այսինքն մենք այսօր նաեւ այնտեղ ենք լինելու եւ փորձելու ենք հասկանալ իրականությունը ինչա կատարվում, այս 3 հնավայրերն էլ Երևանի, այսպես ասենք, հենման կետերն են, որոնք եթե
պատշաճ իրավիճակի չեն, ցանկացած, չգիտեմ, ասֆալտ կանեն, ջրահեռացում կանեն, ծառատուն կանեն, դրանք առօրեական, այժմեական խնդիրներ են։ Երևանը իր պատմական արմատների իրավունք չունի, այսպես ասենք, տարանջատվել եւ այս ամեն ինչը պետք է լինի քաղաքային իշխանության ուշադրության կենտրոնում, իսկ եթե իրանք փորձեն անուշադրության մատնել, այդ պարագայում էլ մենք կհարկադրենք այդ ուշադրությունը դարձնել Երևանի վրա։ Պահին մեր օպերատորին նաև հնարավորություն տանք նկարելու այն աղյուսները, որի մասին քիչ առաջ նշեցիք, պարոն Սուքեսյան։ Այո, մենք այստեղ Արևի ու անձևի տակ այսպես բարձի թողի իրավիճակում են գտնվում։